Պարոն Կարապետյան, դուք երկար ժամանակ հանդես եք եկել անհատական օրակարգով ընտրություններից առաջ միավորվել ընտրողների մոտ ոնց եք վստահություն ստեղծել, դա ռազմավարական, գաղափարական համագործակցություն է, թե նախընտրական հաշվարկներ, որպեսզի նրանք ավելի համոզված լինեն իրենց ձայնը քվել ուղղելու համար։ Տեսեք, ֆինանսական մասնագիտական բազա ունեցող պարոն Սարգսյանը եւ անհրաժեշտությունը իրավաբանական։ Այսինքն մենք տեսնում ենք, որ մասնագիտական փոփոխության ֆորմատով պետք է հանդես գանք, քաղաքական գործիչները պետք է չլինեն պրոֆեսիոնալ քաղաքական գործիչներ միայն, պետք է անցած ճանապարհ ունենան, որպեսզի կարողանան հասկանան ոլորտները։ Հենց պրոֆեսիոնալիզմի հիմքի վրա էլ մենք ստեղծել ենք մեր միավորման տեսլականը։ Պարոն Կարապետյան, դուք անընդհատ նշում եք, որ միայն Սամվել Կարապետյանը կարող է հաղթել Նիկոլ Փաշինյանին։ Որտեղից այդ վստահությունը, արդյոք սոցհարցումներ եք արել ու ինչ-որ թվեր ունեք ձեռքի տալ։ Սոցհարցումներից իրար հետ կարող եք, մենք ամեն դեպքում հասարակության անբաժանելի մաս ենք բոլորս եւ կարող ենք մեր հասարակության տարբեր մեր շերտերի հետ շփման արդյունքում գալ այդ եզրահանգմանը։ Երկրորդը սոցհարցումները, երրորդը հազար ու մի ուրիշ փաստեր ու ֆակտորներ, որոնք ազդում են դրա վրա։ Փոփոխությունը կարող է գալ միայն Կարապետյանի ուժի տեսքով։ Միակ այլընտրանքը այս պահին, ես դա չեմ ասում որպես ինչ-որ քաղաքական ուղերձի մաս, այլ ասում եմ իրականությունը, որը բոլորն են տեսնում, ով էլ ցանկություն չունի անգամ դա արձանագրել, արդեն տեսնում է, փոփոխությունը գալու է Կարապետյանի ուժով։ Պարոն Կարապետյան, Ռուբեն Ռուբինյանին որևէ կերպ պատասխանելու եք, երեք կրկին տեսանյութեր հրապարակել, ինքն էլ իր հերթին էր գրած գալիս, որ ամեն դեպքում դուք Սամվել Կարապետյանից բացի այլ ուժի եւս քվեարկելու եք, ինչպես կարձագանքեք։ Պարոն Ալեքսանյանը մեր արդեն արձագանքել է, մենք սպասում ենք, հուսով ենք եւս մի չստացված խոստում չի լինի իրենց կողմից եւ մենք կտեսնենք մեր նորահայտ պետական այրերի ունեցվածքը մեր ժողովրդի կարիքները հոգալու ճանապարհին։ Շնորհակալ եմ։ Բարոյական